Հայաստանի մի շարք առևտրային բանկեր վերջին շաբաթներին խստացրել կամ ամբողջությամբ դադարեցրել են ռուսական կանխիկ ռուբլու մուտքագրումը հաշիվներին, ընդ որում սահմանափակումները վերաբերում են միայն կանխիկ միջոցներին, անկանխիկ փոխանցումներն ու հաշվարկները շարունակում են գործել նախկին պայմաններով։ Ինչու են հայկական բանկերը մեկը մյուսի հետևից սահմանափակում կամ ամբողջությամբ դադարեցնում կանխիկ ռուսական ռուբլու ընդունումը։ Ինչ գործընթացներ են կանգնած այս որոշումների հետևում։ Ինչն է ստիպել բանկերին հրաժարվել կանխիկ ռուբլուց։ Ռուբլին Հայաստան է բերվում տարբեր ճանապարհներով։ Մի մասը միգրանտների, մի մասը որոշ առևտրային գործարքների միջոցով։ Հիմա Հայաստանը իր արտաքին առևտուր ունի Ռուսաստանի որոշակի չափերի մեջ, եւ այդ չափերի գումարը փաստորեն մնում է բանկերում մնացած։ Տնտեսագետի խոսքով խնդիրը միայն հայկական շուկայում չէ։ Ռուսական արժույթի ավելցուկը դարձել է ամբողջ տարածաշրջանի ֆինանսական համակարգի մարտահրավերը։ Նման իրավիճակ է նաև ԵԱՏՄ մյուս երկրներում։ Բելառուսում մի շարք բանկեր կանխիկ ռուբլու մուտքագրման համար սահմանել են մինչև 5% միջնորդավճար։ Նույն ճանապարհով են գնացել նաև Ղազախստանի եւ Ղրղըզստանի որոշ ֆինանսական հաստատություններ։ Մասնագետը նշում է, իրավիճակը խորացնում են նաև Ռուսաստանի տնտեսության ներկայիս դժվարությունները։ Սանկցիաները, ռազմական ծախսերի աճն ու տնտեսական դանդաղումը նվազեցրել են ռուբլու շրջանառության արդյունավետությունը տարածաշրջանում։ Արդյունքում բանկերը փորձում են պաշտպանվել ավելորդ ռիսկերից կամ սահմանափակելով կանխիկ ռուբլու ընդունումը կամ դրա համար բարձր միջնորդավճար սահմանելով։ Սակայն խնդիրը ամենասուրը շարքային քաղաքացիների համար է, ինչ անել ունեցած կանխիկ ռուբլու հետ։ Հայ քաղաքացիները կամ պիտի իրենք ռուբլին բերեն ու պահեն, այսինքն բանկերում եթե չեն դնում, տանը պահեն, միջև ինչ-որ ժամանակներ կգա ու կկարողանան դա որևէ կերպ օգտագործել։ Երկրորդը պիտի Ռուսաստանում ուրեմն ավելի շատ գումարներ ծախսեն, նաև չեն թաքցնում, կաշառք տալով ռուբլին փոխակերպեն դոլարի, նոր բերեն Հայաստան, որտեղ ռուսական բանկերում դոլարի դեֆիցիտ կա եւ եվրոյի դեֆիցիտ կա։ Տնտեսագետը կանխատեսում է նաև մեկ այլ հետևանք՝ Հայաստանի ներսում ռուբլու նկատմամբ հետաքրքրության աստիճանական անկում։ Մարդիկ տեսնեն, որ ռուբլին չեն կարող օգտագործել, ուղղակի վերցնել փողը պահես, կոնվերտացիա բանկերը այդքան չեն անի, փոխանակում չեն անի, եւ դա է ասում, ռուբլիով առնելու բան չունես, տուրիստ առանձնապես չի գնում, որ ռուբլի վերցնի գնա, հետեւաբար այդ ռուբլու ձեռքը կրակը պիտի ոնց ասում են, ամեն պիտի ուղղակի համբերության սպասի ինչ-որ ժամանակներ կան։ Դա էլ կախված է ռուբլու ինֆլյացիայից, էլի ռիսկեր է պարունակում, որտեղ ռուբլին կարող է այդ ինֆլյացիայի ենթարկվել, պահած գումարները կորեն։ Միևնույն ժամանակ Մակարյանը չի կարծում, որ այս փուլում էական կտուժեն հայ-ռուսական առևտրային հարաբերությունները։ Նրա գնահատմամբ հիմնական այցելությունը զգալու են հենց այն քաղաքացիները, ովքեր կանխիկ ռուբլի են ստանում կամ պահում։ Այսպիսով խնդիրը ոչ թե ռուբլին որպես արժույթն է, այլ դրա կանխիկ շրջանառությունը։ Քանի դեռ բանկերում կուտակված ռուսական արժույթը պահանջարկ չի գտնում, սահմանափակումներն ու լրացուցիչ վճարները ամենայն հավանականությամբ կշարունակվեն։ Իսկ հազարավոր քաղաքացիների համար գլխավոր հարցը մնում է անփոփոխ. ինչպես տնօրինել իրենց ձեռքում եղած ռուբլին, եթե այն օրեցօր ավելի դժվար է դառնում օգտագործել։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։